Տիկնայք և պարոնայք, այսօր ներսարի բեմը դառնալու է շարժման, ռիթմի և էներգիայի հարթակ։ Գալիս են նրանք, ովքեր Հայաստան բերեցին տարվա ամենամեծ պարային իրադարձությունը։ Be Yourself Camp Armenian։ Նրանք ոչ միայն պարում են, այլև ոգեշնչում են ուրիշներին։ Ագնես Ամղիթարյան և Վահե Մայիլյան։ Իսկ մինչ նրանք կմտնեն ներս, Ներսեսն արդեն պատրաստ է։ Դիմավորեք, Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, եթերում Ներսարի գիշերային շոուն է, եւ գիտեք, ասում են մարդը կարող է ունենալ վատ օր, բայց ոչ վատ ռիթմ։ Ես էլ որոշեցի մինչ հյուրերս գան, պիտի գտնեմ իմ ռիթմը։ Այսօրվա հյուրերն են մարդիկ, ովքեր ապացուցեցին, որ պարը Հայաստանում ոչ թե կա, այլ պայթում է։ Նրանք հավաքեցին 250 բարող աշխարհի տարբեր անկյուններից Ծաղկաձորում։ Հնչեց մի միտք՝ be yourself, եղիր դու ինքդ։ Եկեք ողջունենք այս պահին մեր նվագախմբին, Ruthland & Friends, բարի երեկո տղեկ։ Իսկ հիմա ժամանակն է գնալու դեպի V&M բար ու պատրաստելու կոկտեյլներ իմ հյուրերի համար, այնպես որ ես գնացի։ Այսօր կպատրաստեմ մի հատուկ կոկտեյլ, ռիթմ կոկտեյլը, որը համադրվում է հայկական բնավորությունը, ֆրանսիական նրբությունը և մի կաթիլ ազատությունը։ Սկսենք հիմքից, Armenia Wine ընկերության տակար փրփրունից։ Գինի, որը պատրաստվել է այնպես, ինչպես պարը հողի հույզով, արևի լույսով և մարդու հոգով։ Տակարի փրփրունը ավելացրեցինք և հիմա ժամանակն է ավելացնելու V&M կոնյակ 20 միլիլիտր ամեն մի բաժակի համար։ Ասեմ, որ այս կոնյակն հնեցվում է Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։ Եվ ես լիովին համաձայն եմ այս համը պետք է լսել և ոչ թե խմել։ Հիմա ժամանակն է ավելացնելու մի փոքր մեղր քաղցր պահերի համար, սիրելի հեռուստադիտող 10 միլիլիտր էստեղ, 10 էստեղ և ամենավերջում մի փոքր նարնջի հյութ, որ այն լինի ավելի թարմ, 20 միլիլիտր էստեղ ու 20-ը էստեղ։ Իսկ ինձ համար ես նախընտրում եմ դասական 10 տարեկան Armenia Wine ընկերության կոնյակը։ Գնացինք։ Կոնյակները գրեթե պատրաստ է։ Դե ինչ, կոկտեյլները պատրաստ են, հյուրերս պատրաստ են, այնպես որ կարճ դադար, որից հետո մենք կշարունակենք Ներսարին և ես ներս կկանչեմ իմ հյուրերին։ Գնացինք։ Սիրացյանս մարալե, լալալե, լալալե, աննամալ է սիրում է, լալալե, լալալե, համպույրերով բայրում է, լալալե, լալալե, սիրտս տեղից անում է։ Բարի վերադարձ սիրելիներս, հուսով եմ, որ բոլորդ մնացիք ձեր ռիթմի մեջ։ Հիմա եկել է պահը ողջունելու մարդկանց, ովքեր պարը վերածեցին կյանքի փիլիսոփայության։ Տիկնայք և պարոնայք, դիմավորեք Ագնես Ամղիթարյան, Be Yourself Family հիմնադիր, Be Yourself Camp Armenia-ի կազմակերպիչ և Վահե Մայիլյան, Swag Dance Studio-ի գեղեցկական ղեկավար, Be Yourself Camp Armenia-ի կազմակերպիչ և մեղավոր, այնպես որ բարձր ծափարությունով դիմավորեք նրանց։ Ներս եկեք։ Hanina nina nina, hanina nina nina, hanina
Hanina nina Hanina esuku Hanina nina nina Hanina nina nina Hanina nina nina Janina Varayes Hanina nina nina Hanina nina nina Hanina nina nina Hanina esuku Hanina nina nina Janina nina nina Janina nina nina Janina Varayes Վայ, Ագնես, բարի երեկո եւ բարի գալուստներ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Cheers։ Cheers. Այդ կոկտեյլը ես եմ պատրաստել V&M-ի հիմքով։ Օ, շատ լավն է։ Կհավանեք։ Լավ սկիզբ։ Եվ այսպես գանք ամենասկզբից, հա, ինչպես ստեղծվեց Be Yourself-ի գաղափարը ու ուզում եմ հասկանալ, այդ պարզապես vocation-ում էր, inspiration էր, թե այդ ուղղակի պարային խենթություն էր Հայաստանի իրականությունում նման բան կազմակերպելը։ Կներեք եմ հայերենի համար ասեմ, բայց կփորձեմ արտահայտվեմ։ Ես սաղ աշխատել եմ մաստեր կլասներ եմ տալի, դասեր եմ սովորեցնում երեխեքին, դատում եմ competitions, это ոնց էր հայերեն։ Մրցակցություն, մրցույթների։ Հա, հետո ես հրազում եմ մի բան sense մեծ անեի, բայց որ մտածեցի it hits me եկավ to my mind Գլխիդ մեջ հայտնվեց։ Մերսի շատ։ Ես կոպտեմ այդ դժվար բառը։ Մերսի շատ լավ։ Ուզում եմ sense մի հատ մասշտաբնի մեծ բան անեմ Հայաստանում, տունը, ես 3 տարի ապրում եմ, ես տեղափոխվել եմ, ամենալավ Սաղ աշխարհում ամենալավ տեղը Հայաստանն է ու մենք որոշեցինք ես վահեմ որ ուզում ենք ստե զարգացնենք բարողներին ու տանք այդ հնարավորությունները ու մենք արեցինք։ Մենք արել ենք օգոստոս ամսին մեր մրցույթը եւ շատ տաք էր, բոլորի հիացած էին Հայաստանի բնությունով, հայերի ջերմ հյուրընկալությամբ, այնպես որ շատ ամեն ինչ հիասքանչ անցավ։ Բայց Ագնեսան շատ համեստություն արեց, Ագնեսան իրականում շատ հանրահայտ աշխարհահռչակ խորեոգրաֆ է, ում հրավիրում են աշխարհի տարբեր երկրներից դասավանդելու, մրցույթներ դատելու եւ 3 տարի առաջ առաջին անգամ մենք հանդիպեցինք այստեղ Հայաստանում եւ վարպետության դասով եւ սկսվեց մեր ընկերությունը եւ այդտեղից սկսվեց նաեւ մեծ նախագծեր ինչպես անենք որպեսզի զարգացնենք հիփ-հոփ մշակույթը Հայաստանում Եվ վառ արտահայտված այդ ծրագրերի վառ արտահայտված դրսևորումներ եւ Be Yourself Camp-ը, այո։ Հրաշալի։ Ագնեսա, Be Yourself նշանակում է եղիր դու ինքդ, հա, եղիր այն ինչ որ կաս ու ինձ հետաքրքիր է որ պահերին եք դուք այս ամբողջ դժվար ու բարդ կազմակերպչական աշխատանքների ընթացքում եղել ուրիշ կազմակերպչական տեսանկյունից, որ ձեզ ստիպել են լինել ոչ այն ինչ որ դուք եք։ Կային նման պահեր։ Բառեր չեմ գտնում, հիմա նույնիսկ չեմ կարողանում անգլերեն արտահայտվել, այնքան բարդ է սա բացատրելը, խնդիրն այն է, որ ես 5 տարեկանից պարում եմ, և պարն իմ ողջ կյանքն է եղել, բայց մարդիկ միշտ փորձում են պարտադրել, թե ինչպես վարվես, նրանք չեն ընդունում նորարարությունը, հենց դա է հիմնական խնդիրը, ուստի ես ինքս ինձ ասացի ոչ, եթե անգամ 100 հոգի գնա դեպի աջ, ես կլինեմ այն միակը, որը կգնա դեպի ձախ, առաջին հերթին պետք է հետևել սեփական զգացմունքներին և ներքին ձայնին, Ահա թե ինչ էի զգում ես։ Երբ մտածում եմ այդ մասին, ցանկանում եմ աշխարհում մի նոր համայնք ստեղծել։ Ինձ հարցրին, իսկ ինչ ես զգում դու։ Ես մտորում էի երևույթի խորքային իմաստի շուրջ եւ պատասխանեցի. Պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին կաս։ Սա է հենց կյանքի իմաստը, այլ ոչ թե պարզապես պարը։ Վայ, swag dance-ը միշտ ունեցել է էներգիա, դրա մասին վստահ եմ բոլորը կփաստեն ու հետաքրքիր ինչպես է այդ տեղափոխում ճամբարի դաշտ, հա, չգիտեմ առանց այդ հոսանքը կտրելու հաճախականության, երբ մարդիկ կոնկրետ իրենց տարածքից ու միջավայրից դուրս են գալիս, գնում են նոր տեղ, որտեղ նոր վայր է, նոր մարդիկ, լրիվ անճանաչելի մարդիկ ու նոր իրավիճակ։ Հենց դրանում է կայանում բանալին, զարգանալու, երբ որ դու քեզ կտրում ես քո կոմֆորտ զոնայից եւ տեղափոխում ես մի զոնայում, որտեղ գալիս են գժական պարողներ, բարձր level ունեցող պարողներ, գալիս են աշխարհահռչակ պարուսիստներ, ովքեր աշխատում են համաշխարհային աստղերի հետ, եւ դու դառնում ես կոմֆորտ զոնայից դուրս ու տեսնում ես, որ դու այդքան էլ լավ տվյալներ
չունես, որ այսպես ասած, այսինքն դու քո կոմֆորտ զոնայում շատ ուժեղ ես, բայց այն տեղում որտեղ որ շատ ուժեղներ կան, դու արդեն սկսում ես զարգանալ, նայում ես կողքիններին, նայում ես պարուսույցին եւ մեր այս նախագիծը հենց դրա մասին է։ Եվ դա հրաշալի նախաձեռնություն է, որովհետև ես համակարծիք եմ, որ ցանկացած իրավիճակում, երբ դու հայտնվում ես քո կոմֆորտ զոնայում, հա, հարմար դաշտում, այդտեղ արդեն աստիճանաբար զարգացումը գրեթե չեղարկվում է ու սկսվում է լճացման շրջանը, երբ ամեն ինչ լավ է, ամեն ինչ հարմար է, դու քեզ գնահատված ես զգում, բայց երբ հայտնվում են կողքիդ մարդիկ, ովքեր գուցե շատ ավելի տաղանդավոր են կամ գուցե ավելի աշխատասեր են, երբեմն դա ոչ միայն կարող է լինել քեզ փակող ու կոտրող ինչ-որ բան, այլ մոտիվացնող երևույթ ու ես հուսով եմ, որ դուք կարողացել եք հենց այդ 250 մարդկանց, ովքեր ձեզ հետ հավաքվել են Ծաղկաձորում, աշխարհի տարբեր կետերից, փոխանցել հենց դա, որ եթե դու լինես ինքդ դու, ով որ դու կաս իրականում քո ներսում, դու կլինես լավագույնը, ամենաուժեղը ու ամենաանկալվածը։ Տարան մարդիկ իրենց հետ դա, այս քեմփից կարող ենք ասել։ Այո, միանշանակ։ Բայց ուզում եմ ինձ պատմեք այդ 250 հոգու մասին, որովհետև ճամբարում հավաքել 250 հոգի պարող եղել տարբեր երկրներից, այդ բավականին բարդ է, որովհետև պարողները դրանք արտիստներ են իրենց ամբիցիաներով, ցանկություններով, ռայդերներով, ոնց է կարողացել հավաքել 250 հոգու ու հասցնել Ծաղկաձոր աշխարհից։ Սկսի վահե։ Ես պատմեմ։ Be Yourself Family-ն որը հիմնադրել է Ագնեսը, ինքը աշխարհահռչակ community է, որը կա աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում ունի իր անդամները, եւ հենց դա մեծ նշանակություն ունեցավ, որպեսզի պարողները տեղեկանան ճամբարի մասին, հավաքվեն։ Ագնեսը արդեն 3 տարի է ներկայացնում է թիմը եւ հանդես է գալիս հայկական դրոշի ներքո, եւ դա կարևոր դեր խաղաց, որպեսզի իմանան ճամբարի մասին, իմանան Հայաստանի մասին աշխարհում եւ բոլորը օգոստոս ամսին տեղափոխվեն Հայաստան, միասին հավաքվեն եւ երևի թե դա է ամենակարևորը, ինչպես կարողացանք հավաքել այդքան մեծ քանակությամբ եւ նաեւ հատուկ պայմաններ առաջարկեցինք եւ միանշանակ առաջարկենք Հայաստանի պարողների համար, որպեսզի իրանք էլ հնարավորություն ստանան միջազգային փորձի փոխանակում ունենալ ու սովորել լավագույններից։ Դուք երկուսով ստեղծել եք մի բան, որի հիմքը եւ երևույթը ինքն իրեն կոչվում է ազատություն, հա։ Այ ի՞նչն է ձեզ համար իսկական ազատությունը։ BM-ը մարդիկ թե րոպեների էներգիան, որ կարելի է մի քանի րոպեում ստանալ այդ ֆանտաստիկ մեծ քանակությամբ էներգիան, ո՞րն է ազատությունը։ Մտածելակերպը։ Այդ է ազատությունը, որ չես զգում քեզ ոնց ես սենց պիտանեմ, մենակ սենց պիտանեմ։ Դու ինչ ոնց զգում ես, նենց էլ ապրում ես։ Այդ է ազատությունը։ Առանց քառակուսիների, հա։ Հա, out of the box։ Արգրից դուրս պետք է մտածել։ Ոնց։ Արգրից դուրս։ Այս շատ դժվար է։ Հա, երևի այդ է համար ազատությունը, ամենակարևոր բանն է։ Չէ՞։ Ինչ ես մտածում։ Այո։ Եվ մանավանդ այսօր, որ եւ սոցհարթակները, եւ ընդհանուր միջավայրը, եւ general, ընդհանուր առմամբ ամեն ինչ մեզ փորձում են տեղավորել ինչ-որ բոքսերի մեջ, արգրերի մեջ ու այդ out of box, արգրից դուրս մտածողությունը գուցե շատ ավելի շատ է քարկոծվում հիմա, քան տարիներ առաջ։ Ճիշտ է։ Շատ պահերի։ Ուզում եմ պատասխանեք իմ հարցին, եթե կյանքը լիներ պար, ապա որ ոճը դուք կընտրեիք որպես hip-hop կամ jazz funk կամ contemporary art, որը կլիներ ձեր ընտրությունը։ Բադուկ։ Իմը կլիներ ես երևի թե սկզբում որպես գերեմոցիոնալ մարդ կգնայի դեպի հիփ-հոփը, բայց վստահ եմ, որ մանավանդ այս տարիքում իմ ընտրությունը կլիներ contemporary art-ը, որտեղ ես կարծում եմ, որ իմ կյանքը ավելի շատ sense փոքրիկ ալիքներով լողալու մասին է, քան ինչ-որ hip-hop կամ crump ոճի մեջ, չնայած իմ ընկերների մեծամասնությունը դրանք պարողներ են, հիմնականում hip-hop արտիստներ են եւ նաեւ ազգային, հայկական ազգային բարի արտիստներ են։ Ուզում եմ ասել, որ բարային աշխարհը ինձ համար իմ աշխարհից հետո ամենամոտ աշխարհն է, որ ես շատ սիրում եմ ու աշխատում եմ մաքսիմում բոլոր ոճերի բարերին տիրապետել, չգիտեմ, այդ ժամանակ իմ հոգին ճախրում է եւ ես բարում եմ։ Ուրեմն մյուս անգամ դες կսպասենք։ Ուրեմն դες կսպասենք մեր քեմփում, չէ՞։ Այո։ Ես ուզում եմ ասել hip-hop, բայց քանի որ դու հիշեցրեցիր իմ ամենասիրելի ոճը, crump-ը, երևի crump, որովհետև ինքը խոսում է պայքարի մասին։
Այո, ես շատ եմ սիրում cramp-ը, բայց այդ շատ կտրուկ է իմ համար ու ես այդ մկանային զարգացվածությունը չունեմ, որ կարողանամ դա անել, բայց ունեմ շատ ընկերներ, ովքեր դա հրաշալի անում, ասես նախանձով նայում եմ, ասում եմ ես շատ կուզեի, որ իմ ուսի մկանը տենց կարողանայի զգալ ամեն դեպքում, բայց ես որևէ շանս չունեմ դա անելու։ Կամ երևի թե օրվա ընթացքում cramp, երեկոյան գիշերը contemporary։ 12-ից հետո երբ մենակ չի լինի, այն արդեն կասնի contemporary, դուք ինչ կասեք Ագնեսա, որը կլիներ ձեր կյանքի բարի ոճը։ Ես պարում էի սաղ կյանքս շատ ստայլները փորձել էի, պարում էի, երևի 15-16 տարի մենակ խորեոգրաֆիա էի պարում։ Որպես բեմադրող եք եղել։ Հա, հետո techno, house, old school hip hop, jazz funk, ladies սաղ, high heels, ինչ ուզվես պարել էի, սաղ փորձում էի, դրա համար ես զգացի, որ այդ hip hop-ն է, այդ ազատությունը մենակ ընդեյը, ու երևի cramp-ի մեջ, ու contemporary, it's a drama մի քիչ։ Ժամանակ սպարել ավելի դրամատիկ է։ Չեմ ուզում, կյանքը ուժը դրամա է, չէ, մերսի, դրա համար կասեի hip hop։ Ինել մեր կյանքը Ագնես։ Hip hop ավելի դեպքում։ Հրաշալի։ Ես իրականում շատ եմ հետևում պարային քեմփերի, ունեմ իմ համար ֆավորիտ քեմփերը, ունեմ Galen Hawks-ից սկսած իմ ամենասիրելի արտիստները, ովքեր ամենաէմոցիոնալ մարմնի շարժումն են ինձ փոխանցում։ Ինձ հետաքրքիր է դուք ոնց կվելուծեք այս ամենը հայկական իրականությունում եւ կարող ենք նախ եկեք փաստենք, որ Հայաստանում պարը շատ արագ զարգացող երևույթ է դարձել, շատ է հետաքրքրությունը, շատ նոր Gen Z-ից մարդիկ կան նույնիսկ ովքեր ունեն արդեն իրենց ուրույն ձեռագիրը, ինչի համար շատ ուրախ եմ, բայց ինչն է պակասում, որ մենք ավելի մեծ թափով գնանք Հայաստանում, հա, պարային աշխարհի մեգա զարգացմանը, չգիտեմ, գուցե դա դահլիճների պակասի խնդիրն է, հովանավորների պակասի խնդիրն է, գուցե նման քեմփերի տարին 1 կամ 2 անգամ լինելու խնդիրն է։ Ոնց անդրադառնանք այս հարցին։ Ճիշտը խոսամ, չէ։ Միայն Դնայք ես սաղ աշխատել եմ, որ ասում են represent Armenia, ասում են որտե է, Armenian որտե է, սաղ աշխարհը չեն իմանում, Շվեյցարիա, Ամերիկա, Europe, and Գլենդելու մի անգամ ասել եք Արմենիա ձեր շրջանը եղել է տենց բան։ Դա ուրիշ է։ Բայց սաղ աշխարհարցում է այդ որտե է, դե պարողներ կան, շոկի մեջ են, ուղղակի sense that reaction ասում հա դրա ճիշտ ասեմ դրա համար ես ստեղծեցի that idea to show all the world and bring Որպեսզի ցույց տաք աշխարհին, այո։ Սա ամենահայտնի անունները բերեմ ստե։ That's why դրա համար ուզում եմ ասեմ ճիշտ ասեմ սաղ աշխարհում բոլոր աշխարհում մարդիկ մի քիչ ուրիշ են մտածելակերպը, մտածում, պարում, պրոֆեսիոնալնո, ուրիշը։ Իրանք ունեն դիսցիպլին։ Ու չեն մտածում, որ պարերը էտի սենց։ Ձերի հետ չեն հա վերաբերում այդ ամեն ինչին։ Շատ լուրջ բան է, շատ մեծ փողեր են աշխատում, շատ, որ իմանայք ռայդերները, մեր խորեոգրաֆները, որ բերել ենք, շոկի մեջ կլնեք։ Wow. I will be honest, like $10,000 one person. Ինքուզում է լինել անկեղծ $10,000 մեկ Չէ ուզում ասեմ։ խորեոգրաֆի համարակ արել, որպեսզի նրանք կան Ծաղկաձոր ու այդ մաստեր կլասը եւ այդ ճանապարհը անցնեն հայ պարողների հետ միասին։ Արդյոք դուք ուզում եք որ սա կրի շարունակական բրույթ։ Այո, իհարկե, ճամբարը անպայման շարունակվելու է եւ երևի թե կարող ենք ավելի մեծ կլինի։ Վստահ ենք որ ավելի մեծ կլինի, շատ ենք ցանկանում որ Հայաստանից ավելի շատ մասնակցություն լինի եւ սա էլ հարթակ է շնորհակալություն տրամադրելու համար, որ խոսանք դրա մասին, ասենք որ Հայաստանի պարողներ դուք եւս կարող եք միանալ, կարող եք մեզ գտնել Instagram-ում, գրել մեզ, մենք պատրաստ ենք աջակցել ամեն կերպ, որպեսզի հայ պարողները եւս միանան եւ երևի թե կարող ենք պաշտոնական հայտարարել թե երբ է լինելու երկրորդ Yourself Camp-ը երբ 17-ից 23 Հուլիս 26 թվականի հուլիսի 17-ից 23-ը տեղի կունենա երկրորդ Be Yourself Camp-ը պարային ոլորտում
Իրական սա հրաշալի հնարավորություն է ու ես անկեղծ կլինեմ, ես գիտեի այս քեմփի մասին նախապես ու նույնիսկ ունեի մտքեր այդտեղ հայտնվելու, որտեղ էլի եմ ասում ինձ համար պարային աշխարհը լավագույն երևույթներից մեկն է, որ կարող է իմ կյանքում լինել, ամաչեցի ուղղակի, որտեղ ամեն դեպքում ես արդեն այս իրավիճակում ունեմ իմ աշխատանքը, իմ կյանքը ու գուցե ծիծաղելի լինեի շատերի համար, որտեղ վստահ եմ այդտեղ պրոֆեսիոնալներն են, ես գալու եմ այդտեղ ուղղակի իմ պատկերացրած էմոցիաները կիսելու մարմնի միջոցով, բայց ինչու եմ սա պատմում, որ այն մարդիկ, ովքեր ունեն կիրք, հետաքրքրություն եւ մտածում են, որ պարն իրենց կյանքն է, իսկ պարը կարող է լինել կյանք, հավատացեք, հիմիկվանից նախատեսեք, որ 26 թվականի հուլիսի 17-ից 23-ը դուք պիտի լինեք Be Yourself camp-ում, որովհետեւ նախ առաջինը դուք ունեք կարիք լինելու ինքներդ դուք, այն մարդը, որ դուք կաք եւ ուզում եք լինել եւ շնորհակալություն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար, գաղափարի համար, այս միջազգային դեմքերին Հայաստան բերելու համար, որտեվ ես ինքս շատ անգամներ նեղվել եմ, վերլուծել եմ, մտածել եմ, որ ինչու Հայաստանում ապրող արտիստը, ով չի ուզում ապրել որոշակի առումով ընդունված բարեր կամ պահանջարկ ունեցող բարեր, պիտի լինի չռեալիզացված, չհասկացված, միայնակ ու բնականաբար նաեւ դրամատիկ, ու ես մեծ հույս ունեմ, որ դուք այս ամեն ինչով կնպաստեք նրան, որ աշխարհի ամենատարբեր ոճերում բարող արտիստները լինեն ավելի ինքնավստահ, ավելի պահանջված ու վստահ լինեն, որ այնպեսին ինչպես որ իրենք կան մարդիկ, ովքեր իրենց սիրում են հենց այդպեսին։ Շնորհակալություն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար։ Շատ ուրախ եմ, որ եկաք ներս, կիսվեցիք ձեր պատմությամբ, վերեցիք ձեր դրական էներգիան եւ շարունակեք անել այն ինչ որ անում եք, որտեվ պարը դա լավագույն բաներից է, որ կարող է մարդու կյանքում լինել։ Իսկ դուք սիրելի հեռուստադիտող, բարեք շատ, ապրեք շատ ու վայելեք ձեր կյանքը, բայց այսքանով մենք դեռ բաց չենք թողնում մեր հյուրերին, մենք ունենք նրանց համար խաղ, որի մասին եւ դուք եւ նրանք կիմանան կարճ դադարից հետո, այնպես որ մնացեք ներսում։ Գնացինք։ With you, wanna be together with you, wanna sing forever with you, stealing and I'm never with you. I found my way with you. Ano na tirami imanam o como assim é que caroti imanam yetes casino já na party manam amenish katonem o corrit kamanam ano na tirami imanam o como assim é que caroti imanam yetes casino já na party manam amenish katonem o corrit Շարունակում ենք ներսարին գիշերային շոուն եւ հիմա անցնենք մեր ավանդական խաղին, որտեղ միշտ հաղթում է նա, ով լավ է ուտում։ Քաղաքի ամենահամեղ հորթի շաուրման կարող է գտնել Թումանյան շաուրմայում։ Հորթի միս ածուխի վրա պատրաստված, ինչպես իրական պար կրակով ու ռիթմով։ Եվ խաղը ես կտամ հարցեր մեր հյուրերին, պարային ոչ, որ դուք պետք է ասեք, եթե այդ ոճը լիներ շաուրմա, ապա ինչ մսով կլիներ այն։ Պատրաստ եք։ Գնացինք։ Ես ունեմ այստեղ պարային ոճերի տարբեր պատկերներ։ Սա հիփ-հոփն է ընդհանրաբար, թե Break dance-ը երբ։ break dance, hip-hop, Այս տղուն տեսել եմ։ Չեմ ճանաչ։ hip-hop, Hip-hop։ է։ Hip-hop։ Ունենք այստեղ բալետ, Ballet։ այո։ Բարձրակարգ պարային արվեստ եւ տանգո երևի։ Թե, հա, տանգո չէ։ Տանգո։ Tango չի, բայց Ռումբա։ Ռումբա, բաչա, դա հա, ռումբա։ Latino։ Եվ վերադարձանք break dance-ին։ Ահա, եւ ունենք 4 շաուրմայի տեսակ, այնպես որ սկսենք hip-hop-ից։ Ինչպիսին կլիներ hip-hop նստ ձեզ։ Hip-hop-ը բարի տեսքով եւ hip-hop-ը շաուրմայի համով։ Սա կլիներ խոզի, չէ, տավարի մսով։ Վստահ եմ, որ սա է տավարի մսով շաուրման։ Կեչուպը եւ մայոնեզը շատ, Sauce։ սոուսները շատ, maybe կծու, Կծու պտուլն է, բաբա։ շատ կծու, երևի այսքանը, եւ լավ էփած միսը։ Լավ է փած միս պիտի լիներ hip-hop-ի դեպքում։ Որովհետեւ եթե բարային աշխարհում դուք լավ եփված չլինեք, վստահաբար ձեր hip-hop կատարումները կլինեն ոչ այնքան գայթակղիչ, չէ՞։ Դրանք տարիների քրտնաջան աշխատանք են պահանջում։ Անցնենք հաջորդ ոճին, break dance-ը
ինչպիսի շաուրմայի հետ կհամեմատեիք Ագնեսը։ Break dance-ը, էսա ասեմ էդ ինչա։ Կասե ինչ որ պոլի հետ կապնված, երևի խոզը։ Որը ավելի գետնին մոտ է, հա։ Խոզոտ, հավը։ Լավ ժողովրդարած խոզ։ Ես խոզին այդքան էլ լավ չեմ պատկերացնում։ Հա, որ կայ չեն կարող հելնեն լավ բարեն։ Էդի խոզն է երևի, հա։ Ինչ կլներ մեջը, ինչ կպարունակեր, ինչ ingredients կունենար։ Բաղադրիչների լավ բան նորադառնա։ կլներ, salt, չէ, salt։ Աղ, Աղ ու պերец 100%։ աղ եւ պղպեղ։ 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 Yeah, say պղպեղ. Պղպեղ։ Yeah, աղ ու պղպեղ։ Աղ ու պղպեղ։ And մեջը շատ բան կդնեի։ Ոնց է։ Լոլիկ, Լոլիկ։ Հա, լոլիկ։ լոլիկ, պոմիդորը, Լոլիկ։ պոմիդորը, Պոմիդորո։ tomato, Տոմատո։ Հա, էդ երևի կդնեի, sense մի քիչ կարմրոտ ու լավ բանած։ Ինչեր են պետք որ break dance-ը համեմեն ու այն դառնա ստացված աշխատանք։ Ես breakdance պարած չեմ, բայց լավ հասկանում եմ ոնց է, ոնց պետք է նայվի։ Մի քիչ բան պետք է լինի light։ Թեթև։ Ուրեմն հավի շաուրման կլինի break dance-ը, հա, երևի։ Երևի հավա։ Փոխենք հավ։ Բայց break dance-ը երևի պետք է ապարել թեթև, բայց ամեն դեպքում ինքը այդքան էլ թեթև պար չի։ Չէ, Որպես շատ ծանր է, դիտորդ դրա եթե համար նայենք։ ասեցի։ Ուրեմն հավը չի լինի, չէ։ Խոզոտ է, break dance-ը խոզոտ է ամեն դեպքում, հա։ Break dance-ը Խոզոտ։ Բանուշին բարևեք Միացյալ Նահանգներում, մեր ընկերոջը ասենք բալետ։ Այ բալետը կլինի հավի, Հա։ բայց չէ, նայողի համար բալետն էլ է ծանր, որովհետև վստահ եմ որ շատ-շատերը գնում են բալետայի ներկայացում դիտելու եւ չեն հասկանում ուր են գնացել։ Հասկանում, բայց դա հավա։ Բայց հավը, չէ, թռիչքային- հավը Հավը ամենամատ դիետը չէ, վրա է։ ես գիտեք ուզում եմ ձեզ հետ չհամաձայնել, տեսեք, եթե համեմատենք հավի մսի հետ, հավի միսը որպես այդպեսին խոզի, տավարի ու մնացած մսերի հետ համեմատած այն միսն է, որ համեմատաբար ավելի շատ մարդիկ են ուտում ու մարսում, բայց բալետը ավելի շատ մարդիկ չեն կարողանում ուտել ու մարսել։ Չեն Շատ-շատերը չեն հասկանում ու չեն կիսում Ինչքան է բալետում դժվար։ կատարվող էմոցիաներն ու իրադարձությունը, դրա համար եկեք բալետի միսը, չգիտեմ, համեմատենք, ասենք, չգիտեմ, ասենք բադի լյարդի հետ, ինքը այդպես ֆուագրայոտ մի բան է, որ ոչ բոլորին է, Չի չէ, մարսվում։ հասանելի ու ոչ բոլորն են դա մարսում։ Տենց չի մի բան, մարսվում։ ասենք, չգիտեմ, աղացած մսոտ է ինքը, հեշտ մարսվող չի, որովհետև ցավոք սրտի։ վեհ։ Այո, ցավոք սրտի դա այդպես է։ Ինչ կասեք դուք այս մասին։ Բադ Համաձայն եմ։ մի քիչ կոպիտ է հնչում։ Այո, բայց թող լինի բադ։ Այո, եւ բարային արվեստներից իմ ամենասիրելին, որտեղ ես հուզվում եմ, թրջկոտում եմ նրանց հետ միասին։ Առասարակ ես շատ էմոցիոնալ եմ բարային աշխարհի բոլոր դրսևորումների նկատմամբ եւ վերջին ոճը, որ կուզեմ ձեզ ներկայացնել, դա կլինի տանգոն, որն ավելի էրոտիկ է, ավելի երեկոյան, ավելի կոնկրետ գործողություններից առաջ գուցե բարվող բար։ Դրա համար ես առաջարկում եմ, որ տանգոյի դեպքում ոչ թե առանձնացնենք կոնկրետ միս, այլ խառնենք իրար մսերը, որտեվ այն ինչի մասին մենք խոսում ենք, դրանից առաջ բոլոր մսերն են խառնվում իրար։ Շնորհակալություն ձեզ, որ եկաք ներս, շնորհակալ եմ, որ բերեցիք ձեր դրական էներգիան, մեր տաղաբար, շնորհակալ եմ, որ այդ 250 միջազգային պարողներին հավաքել ու բերել եք Հայաստան ու մեծ հույս ունեմ, որ սա շարունակական բնույթ կկրի ոչ միայն ձեր կյանքում, այլ մեր բոլորիս կյանքում։ Եվ այսօրվա թողարկումը լի էր էներգիայով, երաժշտությամբ եւ շատ կարեւոր բանով, ինքնությամբ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ Ագնեսային, Վահեին, որ մեզ ցույց տվեցին, երբ մարդն ինքը իր բարը կարողանում է գտնել, ապա նա կգտնի ինքն իրեն այս կյանքում։ Շնորհակալություն մեր հովանավորներին, Վիենդեմ կոնյակին, Համի համար, Armenia Wine-ին, Բույրի եւ Թումանյան շաուրմային ամենահամեղ ռիթմերի համար։ Մենք կհանդիպենք շատ շուտով, եթերում Ներսարի գիշերային շոուներ, մնացեք բարով, եղեք խաղաղ, բարի գիշեր, կհանդիպենք։ Անիրական, սերես անիրական, լույս աշխարհիս երազներից նման, անիրական, սերես անիրական, իմ աշխարհում չեմ տեսել քեզ նման, անիրական, սերես անիրական, իմ աշխարհում չեմ տեսել քեզ նման, անիրական, սերես անիրական